Ես ուզում եմ սկսել Մատթեոսի ավետարանի 6-րդ գլխից, բայց ուզում եմ ասել, որ Մատթեոսի ավետարանի 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները անվանում են լեռան քարոզ, սա մի քարոզ է։ Ես ուղղակի զարմանում եմ աստվածային գերիմաստության ամեն մի դրսևորում ուղղակի ինձ հիացնում է։ Ինչպես կարելի է, եթե այս 3 գլուխները իրար հետ դու կարդաս, կտևի ընդամենը 15-20 րոպե, կամ միգուցե ավելի քիչ, կամ վերջը։ Ես ուղղակի ժամ չեմ պահել։ Եվ այս 15-20 րոպեովա Հիսուս Քրիստոսի քարոզն արդեն 2000 տարի է, որ մենք սովորում ենք ու դեռ չենք սովորել։ Եվ այնտեղ է 15-20 րոպեվա քարոզի մեջ դա ուղղակի գրված է, Հիսուս վեր կացավ լեռը, նստեց, աշակերտները հավաքվեցին, մեծ բազմություն կար իր հետևից գնացող, նստեց ու սովորեցրեց։ Եվ գրված է, այո, բաժանել են գլուխների, բայց դա ընդամենը մի քարոզ է, որ տևել է մոտավորապես լավ, ասենք կես ժամ։ Հիմա ես այդ հատվածից պիտի այն հատվածից, որը ամեն օրվա համար մեր ապրելու եւ մեր գործելու համար անհրաժեշտ է, որի վրա մենք կարծես թե միգուցե բերանացի գիտենք այդ հատվածը, բայց դա մեր կյանքում շատ քիչ է իրականանում։ Աստված, երբ որ մարդուն ստեղծեց ազատ։ Ամեն ինչում, նաև ազատ ընտրություն անելու մեջ։ Հենց այդ ծառը եւ այդ ծառի պտուղը ազատ ընտրության հետևանք էր, ոչ թե Աստծո թույլտվության։ Աստվածաշնչի առաջին գրքից մինչև վերջինը կոչ է հնչում ընտրության։ Ընտրել կամ Աստծուն, կամ նրա ուղարկած փրկությունը եւ խաչի վրա նրա բերած հավիտենական փրկությունը, կամ մերժել եւ ընդունել հետևանքները, որ դժոխքի հավիտենական տառապանքներն են։ Եթե ընտրություն ես արել, հիմա ուրախացի, որ ճիշտ ընտրություն ես արել։ Ես ընտրություն արել եմ։ Ես ընտրել եմ Աստծուն եւ նրա բերած փրկությունը։ Մատթեոսի 6-րդ գլխի 19-ից 34 համարներում Հիսուսը շատ պարզ, հասկանալի եւ միանշանակ առաջարկում է 4 ընտրություն կատարել։ Եվ այս 4 ընտրությունները փոխկապակցված են իրար հետ։ Ուղղակի Հիսուս սովորեցնում էր իր հետևորդներին ինչպես ձեռք բերել վստահություն եւ ինչպես ապահովել իրենց ապագան։ Մենք այսօրով ենք ապրում, բայց հոգ ենք տանում նաեւ մեր ապագա հավիտենության համար։ Կարդամ այդ հատվածը մաս-մաս 19-21 համարներն եմ կարդում։ Ձեզ համար գանձեր մի դիզեք երկրի վրա, որտեղ ցեցը եւ ժանգն ապականում են, եւ որտեղ գողերը փորում եւ գողանում են, այլ ձեզ համար գանձեր դիզեք երկնքում, որտեղ ցեցը եւ ժանգը չեն ապականում, եւ ոչ էլ գողերն են փորում եւ գողանում, որովհետեւ որտեղ քո գանձն է, այնտեղ կլինի քո սիրտը։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, երբ որ մենք խոսում ենք այս մասին, շատերը մտածում են, այ Ռուբիկ եղբայր, դու չգիտես, որ այստեղ հիմնականում աղքատ կամ միջին եւ միջինի ցածր խավն է։ Այդ որ խոսում եք գանձից, չգիտեմ ինչից, այդ ում նկատի ունեք։ Կարող է դու շատ ունես, մեզ չես ասում։ Լսեք, ինչ եք կարծում։ Այն մեծ բազմությունը, որ գնում էր Հիսուսի հետևից եւ լսում էր Հիսուսի պատգամը, ավելի հարուստ էին մեզանից։ Չեմ կարծում, բայց ինչու էր Հիսուսն այդ մասին խոսում։ Խնդիրն այն չի, թե մարդը որքան ունեցվածք ունի, խնդիրն այն է, թե մարդու սիրտը որքան է կապված իր ունեցվածքից։ Հասկացեք, Աստծուն մեր ունեցածը պետք չի, ասեմ քեզ, քո ունեցածի վրա եկեղեցին էլ աչք չունի, եկեղեցին աղոթք անում, որպեսզի դուք բարեկեցիկ կյանք ունենաք։ Ուղղակի պիտի հասկանանք, ինչ էր սովորեցնում Հիսուս։ Կամ արդյոք այդ հարստություն ասելով Հիսուս նկատի ուներ միայն ու միայն փողը։ Կամ եթե մենք իսկապես այդպես ենք մտածում, դա շատ սխալ մտածելակերպ է։ Այս հատվածում կա առավել հեղափոխական ուսուցում, որը միևնույն ժամանակ առավել անտեսված ուսուցումն է։
որ սովորեցրեց մեր Փրկիչը։ Այս գլխի մնացած հատվածը ուսուցում է, թե ինչպես ապահովենք մեր վստահությունը մեր ապագայի նկատմամբ։ Առանց Աստծո ապագայի նկատմամբ վստահություն լինել չի կարող ոչ մեկի մոտ եւ ոչ մի բնակավարում։ Դու կարող ես վստահ լինել, որ վաղը կենդանի ես լինելու։ Կամ դու կարող ես վստահ լինել, որ այն ինչ որ դու ունես մնալու է շատ երկար եւ գնալով շատանալու է։ Կամ դու վստահ ես, եթե Աստված քեզ չփրկի ու երկինք տանի, դու կարող ես ինչ որ կերպ հասնել երկինք։ Հիսուսն այստեղ մեզ բոլորիս առաջարկում է, որ մենք մեր հարստությունները, մեր գանձերը, մեր խնայողությունները պահենք երկնային բանկում, որտեղ ոչ մի տեսակ արժեզրկում, աճպարարություն կամ ժամանակի քայքայող ազդեցություն չի կարող լինել։ Այս խոսքերից պարզ դառնում է Հիսուս Քրիստոսի ասած։ Պարզ երևում է, որ Հիսուս դեմ չէր, որ մարդիկ հարստություն եւ գանձեր ունենան, որովհետեւ պահելուց առաջ ունենալ է պետք։ Հասկանում եք։ Հիսուս դեմ չէր բոլորովին, որ մարդիկ հարստություն եւ գանձեր ունենան եւ ընդհանրապես նա այդ մասին չի ասել ոչ միտեղ։ Նա չի ասել, որ դրանք ինչ որ վատ բաներ են։ Աշխատել մարդուն հանձնարարել է Աստված ինքը, հետևաբար աշխատող մարդը պիտի ունենա գումար, պիտի ունենա գանձեր, որովհետև եթե գումար չունես, ինչը պիտի երկրի վրա կամ երկնքում պահես։ Ոչ մի վատ բան չկա, որ մարդ ունենա հարստություն եւ ներդրում կատարի ապագայի վրա։ Աշխատեք ջանասեր, աշխատեք նվիրված, ծույլ մի եղեք եւ ունեցեք ինչ որ բաներ, հարստություններ, բայց ճիշտ վերաբերվել է մեզ առաջարկում մեր Փրկիչը մեր ունեցածի նկատմամբ։ Ամեն։ Ճիշտ Աստված իր ունեցածի նկատմամբ շատ շռայլ զոհաբերվող դրսևորվեց եւ իր միածին որդուն մեզ համար ուղակի նվիրեց, որ զոհվի, որ մենք փրկվենք։ Հիսուսն ասում էր միակ ավանդը, որ չի կարող կորել կամ արժեզրկվել, դա երկնքում պահվող գանձն է։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, հավատացնում եմ ձեզ բոլորիդ, այս երկրի վրա չկա մի բան, որ մնալու է հավիտյան, չկա, ամեն մի բան ժամանակի ազդեցության տակ, քայքայվում, փչանում, իսկ մենք որպես մարդիկ ծերանում ենք եւ Սուրբ Գիրքն ասում է ինչը որ ծերանում է, հնանում է եւ ինչի է մոտ մահվան։ Այո, եթե հիշենք Հիսուսի առակներից մեկը, որ 5 տաղանդ ստացողը մոտ եկավ, ուրիշ 5 տաղանդ էլ բերեց եւ Տերն ասեց. ապրես, քիչ բանի մեջ հավատարիմ եղար, շատ բանի վրա կդնեմ քեզ, որովհետեւ ունեիր 5 տաղանդ եւ շահեցիր դրա վրա եւս 5 տաղանդ։ Այսինքն Տերը սովորեցնում էր ջանասիրություն, աշխատասիրություն, անհոգություն չանել, բայց նորից կրկնեմ, Հիսուս առաջարկում էր գործունյա մոտեցում եւ ծույլի վերցրեց մեկը, որ չէր գործածել եւ տվեց այն 10 ունեցողին։ Զարմացան, ասեցին, սա ինչ մոտեցում է, արդարացի չի, սոցիալական ծրագիր չկա, սոցիալական հավասարություն ենք պահանջում։ Սոցիալիզմ պահանջեցին եւ ինչ ստացան, աղքատություն, կատարյալ աղքատություն։ Մեր աղքատության պատճառներից մեկն էլ հենց այդ սոցիալիզմն էր։ Եկեք բոլորս հավասար։ Արի ես կարող եմ աշխատել, բայց ձևանամ հիվանդ ինձ տվեք ապրեմ էլի։ Այսպիսի բան չկա։ Աշխատեք, ձեր ձեռով վաստակեք եւ թող Տերը օրհնի ձեր վաստակը, բայց այդ վաստակի նկատմամբ եղեք առատաձեռն եւ էգոիստական վերաբերմունք մի ունեցեք, ես բոլորը ինձ, բա աղքատին, բա սովածին, բա կարիքավորին։
Հիսուսն առաջարկում էր գործենյա մոտեցում, գործունյա, ամեն ինչի, թե հավատքի, թե ծառայության, թե աշխատանքի մեջ, ամեն տեղ, եղի գործունյա, առակներ 6-րդ գլխի 6-ից 8 խոսքերում գրված է, ով ծույլ, մրջունի մոտ գնա, նրա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր, որովհետեւ նա թեև իշխան, ոստիկան կամ տիրող չունի, իր կերակուրն ամառվանից է պատրաստում, իր ուտելիքը հնձի ժամանակ է հավաքում։ Ինչ հրաշալի է։ Առաջի Տիմոթեոս 5:8-ում գրված է. բայց եթե մեկը յուրայիններին մանավանդ ընտանիքին չի խնամում, նա հավատն ուրացել է եւ անհավատից էլ վատ է։ Տերը սովորեցնում է ջանասիրություն, աշխատասիրություն, աշխատել, հոգ տանել, ապահովել։ Տերը չէր ասում, ինչ չէի թա պետք, ես ձեզ կպահեմ, երկնքից մանանակ ուղարկեմ։ Տերը երկնքից մանանա ուղարկեց միայն անապատում, որովհետև անապատում ոչինչ չէին կարող անել։ Իսկ անապատում պիտի մնային, որ դաստիարակվեին։ Անկամ, եթե Տերը քեզ դաստիարակում է անապատով, նա ապահովում է քեզ կենսական անհրաժեշտ բաներով։ Այո, գրված է նրանց մասին, որ նրանց կոշիկները, երեխաների կոշիկները իրենց մեծանալու հետ մեծանում էին, Աստված հոգ էր տանում։ Նրանց կերակուրը ամեն օր առավոտյան շուտ էր տալիս եւ ասում էր շուտ կարթնանաք, որ գնաք հավաքեք։ Աստված այդ մանանան ամեն մեկի վրանը չէր թափում, այլ դաշտում, որ գնային հավաքեին։ Այո, այն ինչ որ դու ունես, այն ինչով որ Աստված քեզ օրհնել է, դա Աստված է քեզ տվել, դու ասում ես ես որ չաշխատեի, Աստված որ քեզ առողջություն չտար, որ մի ձեռդ չլիներ, մի ոտքդ չլիներ, ո՞նց է իր մշակելու եւ այլն։ Այսինքն ես մի քիչ խտացնում եմ, որ հասկանաք, պատկերացնեք, միևնույն է, քո ունեցած ամեն բանով դու պարտական ես Աստծուն։ Եվ վերջ։ Ինչպես ես վերաբերվում դրա հետ, այ խնդիրը սրա մասին է, որ Հիսուս ասում էր։ Մի քիչ կտրուկ է խոսում Թեսաղոնիկեցիների հետ, որովհետև ասում էր, որովհետև լսել ենք, որ ձեր մոտ ոմանք չեն սիրում աշխատել, հետարքիր ման են գալիս եւ ինչ էր ասում։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 3-րդ գլխի 10-12 համարները։ Եթե մեկը չի ցանկանում աշխատել, թո չուտի էլ։ Ծույլեր, ձեզ արգելված է հաց ուտել։ Թե ես սխալ մեկնաբանեցի։ Ռուբիկ եղբայր, ես ինչ մեկնաբանություն է։ Այնպես ինչպես գրված է։ Ով չի սիրում աշխատել, բայց կարող է, բայց աշխատանք ունի ու չի աշխատում, նա հաց պիտի չուտի։ Այս ինչ քրիստոնեություն է։ Իսկական քրիստոնեություն։ Հիսուսի քրիստոնեությունն է սա։ Ամեն։ Որովհետև լսել ենք, որ ձեզանում ոմանք անկարգություններ են անում, չեն աշխատում, հետարքիր պտտվում են, այդպիսիներին պատվիրում եմ Տեր Հիսուս Քրիստոսով, որ հանդարտ աշխատեն եւ իրենց հացը ուտեն։ Իրենց հացը։ Շատ կտրուկ է, բայց շատ լավ է աշխատել ջանասիրաբար եւ կարողություն ունենալ։ Խնդիրն առաջանում է այն ժամանակ, երբ քո ունեցվածը տիրում է քեզ վրա։ Հարցն այստեղ այն չէ, թե ինչ որոշում է կայացնելու մարդը, այս ունեցվածքը ծախսել եւ ներդնել հավիտենական երկնքի հեռանկարի համար, թե ժամանակավոր եւ եսասիրական նպատակների մեջ։ Երկնքի համար Երկնքի արքայության համար ապրողները իրենց ունեցածը ներդնում են երկնքի արքայության մեջ։ Դու երկնքի արքայության համար ես ապրում, թե քո արքայության համար, երևում է նրանից, թե քո ունեցածը որտեղ ես ներդնում։ Ամեն։ Շատ հստակ է խոսում Հիսուս, տողատակին ոչինչ չկար եւ տարակարծության եւ տարամեկնության տեղ էլ չէր թողում։
Նրանք, ովքեր ապրում են երկնքի արքայության համար, առաջնորդվում են երկնքի արքայության սկզբունքներով։ Նրանք իրենց գութը չեն փակում աղքատների հանդեպ եւ Աստծո գործի համար տալիս են, գիտենալով, որ միևնույնն է այստեղ ոչինչ մնայուն չի։ Տալիս են կարիքավորներին, իսկ միայն իրենց համար ապրողները ծախսում են իրենց վրա, հավաքում են, ամբարում են այն հայտնի առակի առատ բերք տված այգու տիրոջ նման։ Առատ բերք տվեց, չմտածեց, լավ, ինչ իմաստ ունի շտեմարանը մեծացնելու։ Աստված առանձնահատուկ օրհնություն տվեց, այս ավելացածն էլ աղքատներին տամ։ Չէ, բա կպարկեմ, անձիս կասեմ, կեր, խմի, թող նա սոված մեռնի։ Եվ Տերը նրան ասավ. Ստոպ, հերիքա։ Այն կյանքը, որ դու ունեցար, այն օրհնությունը, որ դու ունեցար, այդ քո այգին, որ այդքան օրհնեցի, եւ գուտ չունեցար աղքատի կարիքավորի համար, քո վերջը եկել է։ Այս գիշեր քո հոգին քեզանից կպահանջի։ Համենայն դեպս ասում էր, որտեղ քո գանձն է, այնտեղ էլ կլինի քո սիրտը։ Այս արմատական ուսուցումը, որ Հիսուս 19-20 համարներում սովորեցնում է, հիմնված է հենց այն սկզբունքի վրա։ Եթե երկրի վրա սիրտը դե գումարներիդ հետ, ուրեմն դու երկնքի արքայության մասին ավելորդ է, որ խոսում ես։ Ինչ ես արել եւ ինչ ունես երկնքում։ Ռուբիկ եղբայր, այնտեղ Աստված մեզ ամեն ինչ չի տալի, հետո մենք փոքրիկ թևերով թրջունիկներ չենք լինելու, ոչ, դու լինելու ես կատարյալ անձ։ Այո, մահով մարդու մարմինն է մեռնում, բայց շունչը եւ հոգին գնում Աստծո մոտ, բայց ժամանակ կա, որ մարմինն էլ պետք է հարություն առնի եւ կատարյալ ու ամբողջական մարդը պիտի այնտեղ հավիտյան Աստծո հետ լինի։ Ահա հեռանկարը։ Եվ դու մի քանի տարի պիտի ապրես, չես էլ իմանում քանի տարի, եւ հավաքում ես։ Սողոմոնն ասում էր, ես էլ դառը ցավ եւ հոգու տանջանք։ Մարդը հավաքում է ու չգիտի թե ում է թողելու։ Ես գիտեմ, չգիտես։ Գիտես ոնց է վատնելու ում որ թողում ես։ Գիտես այդ քո չարչարանքով դրածը քանի վարկյանում է տանուլ տալու։ Չէ, այդպես բան չի կարա, իմ երեխաները դասիրակված են։ Ես օրինակներ շատ կարող եմ պատմել, շատ, անչափ շատ օրինակներ։ Մի քանի օր առաջ էր մի բարերարի մեծահարուստի, որ 20-րդ դարի սկզբներին եւ մինչեւ 20-րդ դարի կեսը շատ անվանի մարդ է եղել եւ շատ հարուստ, բայց Իրան, այսպես ասած, սոցիալիստները իր շենքի նկուղում կալանավորած թույլ են տվել, որ մահանա, հավանաբար սոված։ Ամենահարուստ մարդկանցից մեկը։ Հասկանում եք, ես կարդացել եմ նաև ամենահարուստ մարդու մասին, որ իր որդին Փարիզում, կարծեմ 20-ական թվականներին, Մարտիրոս Սարյանին երբ որ հանդիպում է, Մանթաշովի մասին է խոսքը։ Մարտիրոս Սարյանը եւ Մանթաշովը ընկերներ են լինում։ Մանթաշովին մի քանի դիմանկար է նկարել Մարտիրոս Սարյանը։ Հանդիպում է Մանթաշովի տղային, որ Փարիզում աղքատ է լինում եւ գրված է, որ Մարտիրոս Սարյանը նրան 5 ռուբլի թե 5000, չէ, 5000 ռուբլի է տալիս։ Այդ 5000 ռուբլին հավանաբար շատ մեծ փող է լինում, բայց Մանթաշովի տղայի համար, որ օրը գոնե 1-2 կիլոգրամ ոսկեր շաղ տալիս իր հետևից վազող կարիքավորներին, որբ երեխաներին, իր տղան Իրանից ընդամենը շատ կարճ տարիներ հետո
կարիք է ունենում, որ Մարտիրոս Սարյանից վերցնի 5000 ռուբլի։ Որտեղ է քո գանձերը լինելու, մտածի այդ մասին, մտածի։ Ինչ վերաբերմունք ունես դու ընդհանրապես, Ռուբիկ եղբայր վերամբարձ բաներ խոսի, հենց ցավն է, որ մարդիկ խոսում են 7 թևանի ճրագակալներից, երկնքի փառքից եւ մնացած բաներից, չեն խոսում ինչպես հասնել այնտեղ։ Խոսում են վայելքներից, բայց չեն խոսում ինչպես ձեռք բերել։ Այստեղ խոսում են, հա, մենք պետք է լինենք առողջ, հարուստ, բայց չեն խոսում այն մասին, ինչպես վերաբերվենք մեր առողջության հետ եւ ինչպես վերաբերվենք մեր ունեցածի հետ։ Առատաձեռնության եւ շռայլություն մենք պիտի սովորենք մեր Տիրոջից։ Ներդրում արեք այնտեղ, որտեղ պիտի լինեք հավիտյան։ Իսկ այստեղ մի քանի տասնյակ տարի է լինելու ընդամենը մեր կյանքի տևողությունը։ Դու կարող ես իմանալ, թե որտեղ է քո սիրտը, նրանից թե որտեղ ես դնում քո գանձերը։ Շատ պարզ Հիսուս սովորեցնում էր։ Եվ մենք պետք է մեզ ջայլամի պես չպահենք։ Մենք պետք է բոլոր հարցերում առերեսվենք իրականության հետ։ Առերեսվենք մեր աղքատության հետ, առերեսվենք մեր հարստության հետ, առերեսվենք մեր ուրախության հետ, առերեսվենք մեր տխրության հետ։ Եվ Հիսուսն ամեն բան բաց է անում մեր աչքի առաջ, ցույց է տալիս իրենց ամբողջ գույներով։ Երբեմն այդ գույները շատ մռայլ են լինում, եւ սա մեր ընտրության հետևանքն է, որ այդ գույները մռայլ են լինում։ Այստեղ մենք մեզ հարց պիտի տանք, ինչ ենք անում մեր հարստության հետ, կամ էլ ինչ պիտի անենք Աստվածաշնչի հետ եւ այս խոսքերի հետ, ինչ պիտի անենք։ Ես տարիներ առաջ հնարավոր է 1 կամ 2 տարի առաջ մի պատգամ եմ փոխանցել, թե ինչու մարդիկ չեն կարդում Աստվածաշունչը, որովհետև այն հանդիմանում է, որովհետև այն իսկական հայլի է, բաց է անում մարդու դեմքը, իսկ մարդը չի ուզում իր կնճռոտված դեմքի հետ առնչվի, չի ուզում իր կնճռոտված հոգու հետ առնչվի, չի ուզում իր խավար սրտի հետ առնչվի, չի ուզում գովեք ինձ, Խի դու չգիտես անկեղծ, ես ինձ եմ ասում, խի դու չգիտես, որ դու գովելի չես։ Եթե ինչ-որ մեկը կեղծավորվում է ու քեզ գովում է, ինչու ես ուրախանում։ Չէ՞ որ դու քեզ լավ ճանաչում ես։ Հասկանում եք։ Առերեսվեք իրականության հետ։ Այո, առանց Աստծո բոլորս էլ վատն ենք, բայց մեզ Աստված շանս է տալիս, որ գանք ու ասենք, Տեր, ես վատն եմ, լավը դարձրու, ուզում եմ։ Իսկ փոխվելու համար ամենաանհրաժեշտը ցանկությունն է, որ դու դրսևորես։ Եվ Հիսուս մեզ ուզում է, որ մենք առնչվենք, առերեսվենք, ճանաչենք մեզ, որովհետև մենք կարիք ունենք, որ մեզ ճանաչելու։ Ինչ ճանաչեմ, ես չգիտեմ, ես ազնվազարվ եմ, չգիտեմ, այս չեմ արել, այն չեմ արել, այն չես արել։ Ադամն էլ այդ քո ասած 3-ից ոչ մեկը չէր արել։ Ոչ մեկը չէր արել այդ 3-ից։ Ադամն ուղղակի անհնազանդություն արեց, մերժեց Աստծո առաջարկը։ Ուղղակի Սատանայի ասածը ավելի արժանահավատ նկատեց, քան Աստծո ասածը։ Իրավ Աստված ասեց, չէ, չես մեռնի, այլ Աստծո նման կլնես։ Ով է այդ Աստծո նման մարդը։ Միայն նա, ով Հիսուս Քրիստոսի բերած փրկությամբ եւ վերստին ծնունդով փոխվել է։ Այո, Ադամով բոլորը մեռնում են, գրված է։ Այստեղ ուզում եմ ասել, որ մեր Տերը դիմում էր հավատացյալներին եւ ոչ թե անհավատներին, որովհետեւ փրկությունը եւ հավիտենական կյանքը տրվում է հավատքով։ Եթե դու փրկված ես, ինչ երկինք, ինչ երկնքի արքայություն, ինչ բանկ, ինչ ներդնում, ինչ գանձ, հասկանալի է, որ մեզ է, չէ՞ այս խոսքը վերաբերում։ Գնա անհավատ մարդուն ասա, գանձերդ երկնքում դիզի, մի հատ սենց կանի ասի, գնա։ Մենք խոսում ենք հավատացյալների հետ, կամ գոնե նրանց հետ, ովքեր ուզում են դառնան հավատացյալ։ Ես հավատացյալ եմ։ Եթե դա պիտակա, թող մեծ տառերով գրվի իմ վրա։ Ես հավատում եմ կենդանի Աստծուն,
Ամեն։ Եվ չեմ ամաչում դրանից։ Երկրորդ ընտրությունը, որ ելի մենք պիտի անենք, ես մինչև հիմա խոսում եի առաջին ընտրության մասին, երկրորդ ընտրությունը, Մատթեոս 6:22-23, մարմնի ճրագը աչքն է, և եթե քո աչքը պարզ լինի, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի, բայց եթե քո աչքը չար լինի, քո ամբողջ մարմինը խավար կլինի, ուրեմն եթե այն լույսը, որ քեզանում է խավար է, ապա խավարն որքան ավելի մեծ է։ Ինչ ասում մեր Տերը, այո, երկրորդ ընտրությունը, նայել լուսավոր աչքերով, թե խավար աչքերով։ Աստվածաշնչի մեջ շատ տեղեր կա, որ Աստված մարգարեին ասում է, նայի ինչ ես տեսնում։ Նայի ինչ ես տեսնում։ Դուք հասկանում եք, որ նույն տեսարանին նայող տարբեր մարդիկ կարող են այդ տեսարանը տարբեր կերպ գնահատել։ Երկու մարդ անցնում են ընկած մեկի կողքով, մեկն ասում է, այս երևում է լակած է, այն մյուսը մոտենում է, իսկ կարող է այս մարդը սրտի նոպայ է ունեցել, կարող է օգնեմ ես իրան։ Նույն բանն են տեսնում։ Ամեն մեկը իր խավարի կամ լույսի պրիզմայով է նայում, կամ խավար աչքով է նայում աշխարհին, կամ լուսո աչքով։ Եվ սա ընտրություն է, դու պիտի այդ ընտրությունն անես։ Մենք պիտի չընտրենք հոգևոր կուրությունը, այլ ընտրենք հոգևոր տեսողությունը։ Այս ամենը մեր ֆիզիկական տեսողության հետ կապված չի ուղղակի։ Հասկանալու համար էր այս համեմատությունը։ Հոգևոր կերպով նայելով տեսիլք ենք ձեռք բերում, ապագայի նկատմամբ հայտնություն ենք ստանում մեր կարևորության մասին եւ նաեւ Աստծո նպատակների մասին եւ նաեւ մեր ունեցածով Տիրոջ արքայության համար ծառայելու մասին։ Նայած թե երկու հոգի փողը տեսնում են իրանց ձեռքում կամ հարստությունը կամ գանձը, մեկը մտածում է, այսինչ քույրիկ, այնինչ եղբայրը, այն հարևանը, այն աղքատ մարդը կարիք ունի, մի փոքր նրան ինչ որ բան անեմ, այն մեկը, ահա, 1000-ը դարձավ 2000։ Հիսուսն ասում էր հենց այս մասին, սովորացնում էր հենց այս մասին, մտածեք ապագայի մասին։ Ռուբիկ եղբայր, հիմա ասում եք մենք ապագայի մասին պիտի չմտածենք, հոգ կտանի Աստված, լսեք, ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչը պետք է իր դարակի մեջ տեսնենք, Հիսուսն ամեն ինչ դնում էր իր տեղը, և ես էլ Աստված ինձ իմաստություն տա, որ ես էլ այդ կարողանամ անել։ Հոգևոր տեսողությունը տալիս է հասկացողություն հավիտենական եւ անփոփոխ բաների մասին։ Հոգևոր տեսողությամբ մենք տեսնում Աստծո լույսը։ Մատթեոս 13:14-15 համարում կարդում ենք. Եվ նրանց վրա կատարվում է Եսայի մարգարեությունը, որ ասում է. լսելով կլսեք եւ չեք հասկանա, նայելով կնայեք ու չեք տեսնի։ Լսեք, ասում է կնայեք, բայց չեք տեսնի։ Որովհետև կարծրացավ այդ ժողովրդի սիրտը։ Հիմա հասկանում եք, որ սրտի կարծրությունը աչքի տեսողության հետ կապված է։ Ես հոգևոր տեսողության եւ հոգևոր կուրության մասին եմ խոսում։ Իրենց ականջներովը ծանր լսեցին եւ իրենց աչքերը փակեցին, որ չլինի թե աչքերով տեսնեն, ականջներով լսեն եւ սրտով իմանան եւ ետ դառնան եւ ես նրանց բժշկեմ։ Աստված բժշկություն առաջարկում, կույրերին տեսողություն։ Հիշում եք Հիսուսն ինչ էր ասում։ Տիրոջ հոգին իմ վրա է, որովհետև օծել է ինձ աղքատներին ավետարանը քարոզելու, կույրերին տեսողություն եւ կապվածներին ազատ արձակել։ Երկրորդ Պետրոս 1:9 կարդում ենք, բայց նա, որ այս բաներն իր մեջ չունի, կույր է ու կարճաթես եւ մոռացության է տվել իր նախքին մեղքերից մաքրվելը։ Այստեղ ֆիզիկական տեսողության, ֆիզիկական կույրության եւ ֆիզիկական կարճատեսության մասին չի, այլ հոգեվոր։
Լավ ֆիզիկական տեսողությունը օգնում է մեզ տեսնել եւ կողմնորոշվել, թե որտեղ ենք գտնվում եւ թե ինչ ուղղությամբ ենք շարժվում։ Եթե մեր հոգեվոր տեսողությունն է լավ, այդ ժամանակ մենք տեսնում ենք մեր հոգեվոր գտնվելու վայրը, մեր հոգեվոր վիճակը, տեսնում ենք մեր ուղղությունը ու հեռանկարը։ Իսկ եթե մեր հոգեվոր տեսողությունը մշուշոտ է, մենք հոգեվոր ուղղությունն ու հեռանկարը չենք տեսնում եւ չենք զանազանում։ Հիսուսն ասում էր. Եթե քո հոգևոր տեսողությունը վատ է, ուրեմն քո հոգևոր կյանքը կլինի խավար։ Եվ այս օրինակը բերում էր հասկանալու համար։ Այստեղից հետևում է, որ պարզ աչքը այն մարդու աչքն է, ում միտքը մաքուր է, եւ նրա միակ ցանկությունը Աստծո շահն է եւ նա ուզում է Քրիստոսի ուսմունքին հետևել, բառացիորեն հետևել, ոչ թե ձևականորեն, ոչ թե կեղծավորաբար, ոչ թե երկերասանի կերպով։ Մյուս կողմից խավար է այն մարդու աչքը, ով ուզում է ապրել երկու աշխարհների համար։ Նա ունի պարզ առաջնորդություն, հստակ տեսիլք եւ չգիտի թե որտեղից ուր է գնում։ Երրորդ ընտրությունը, որի մասին այս հատվածում խոսում էր Հիսուս, 24 համարը, Մատթեոսի ավետարան 6:24-ը։ Ներողություն։ Ոչ ոք չի կարող ծառայել երկու տերերի, որովհետև կամ մեկին կատի եւ մյուսին կսիրի, կամ մեկին կմեծարի եւ մյուսին կառհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Չեք կարող։ Ինչ որ մեկը կասի Ռուբիկ եղբայր, եթե մամոնան այդ փողն է, այդ երևի շատ փողն է։ Չէ, բոլորովին շատ փողը չի։ Սրտի կապվածություն։ Ամեն մարդ ունի տեր։ Հիսուսն այս մասին էր ասում, ամեն մարդ տեր ունի։ Մենք պիտի ճշտենք մեզ համար եւ որոշում կայացնենք։ Նախ, ով ենք մենք եւ ով է մեր Տերը։ Դու ճշտել ես քեզ համար։ Դու այսօր այստեղ ես, որ այս հարցը լսես։ Ու գնաս կյանքդ քննես, ու գնաս քո վերաբերմունքը հոգեվոր հավիտենական բաների նկատմամբ պարզես, եւ եթե անկեղծ լինես, կհասկանաս թե որտեղ ես, եւ եթե սիրտդ բացես, որ Աստծո լույսը կա, դու կիմանաս քո հաջորդ քայլը ինչ է լինելու։ Ես երբեք չեմ ասում արեք այս կամ արեք այն։ Թող Աստված ձեր հոգևոր աչքերը լուսավորի, որ տեսնեք ձեր իսկական վիճակը, տեսնեք ձեր գտնվելու վայրը, տեսնեք ձեր հոգևոր վիճակը եւ տեսնեք թե ուր եք գնում։ Ուր ես գնում։ Ամեն մարդ ունի Տեր։ Եվ մենք պիտի ճշտենք, մեզ համար որոշում կայացնենք, թե ով ենք մենք եւ ով է մեր Տերը։ Ինչ որ մեկը կառարկի եւ կասի. Ռուբիկ եղբայր, ես Տեր չունեմ, ես ինքս ինձ համար ապրում եմ։ Չեք հանդիպել այսպիսի մարդիկ, ես չեզոք եմ։ Ինչ չեզոք։ Այդպիսի բան չկա։ Ամեն մարդ էլ Տեր ունի։ Եվ նրանք այդ տերերը չեն երևում։ Իսկ մենք մեր կյանքով ցույց ենք տալիս, թե ով է մեր Տերը։ Եթե դու ես քո կյանքի տնօրենը, ուրեմն քո Տերը էգոիզմն է, քո եսն է քո Տերը։ Իսկ սատանան միշտ վարագույրների հետևում է։ Հիսուս Քրիստոսից բացի ցանկացած Տեր, այսպես թե այնպես կապված է սատանայի հետ։ Ես շատ պարզ արտահայտվեցի։ Եթե Աստված չի քո Տերը, ուրեմն սատանան է քո Տերը։ Վերջ։ Չկա ուրիշ երրորդ տարբերակ չկա, որովհետև Հիսուսն երկու տերերի մասին էր խոսում, ոչ թե բազում տերերի։ Երկու տեր։ Ուրիշ տեր չկա։
Եթե դու պատկանում ես Աստծուն, ուրեմն դու ամենաճիշտ Տերն ես ընտրել, որ քեզ հավիտյան պաշտպանելու է, քեզ հավիտյան օրհնելու է, եւ դու հավիտյան իր հետ պետք է լինես։ Ամեն ու ամեն։ Այո, Սատանան միշտ վարագույրների հետևում է։ Հիսուս Քրիստոսից բացի ցանկացած Տեր այսպես թե այնպես կապված է Սատանայի հետ։ Մենք միանշանակ հպարտությամբ, համարձակ պիտի դավանենք, որ մենք Տեր ունենք, եւ Հիսուս Քրիստոսն է մեր Տերը։ Ամեն։ Իմ Տերը Հիսուս Քրիստոսն է, ես այդ ընտրությունն արել եմ։ Հիսուսն ասում էր, հնարավոր չէ միաժամանակ մարդ երկու Տեր ունենա։ Մամոնան այն է, բնագրի մամոնա բառը թարգմանվում է այսպես. այն ինչ կուտակում ես։ Ինչու ես կուտակում։ Եթե կուտակում ես երկնքում, դա մամոնա չի, իսկ եթե կուտակում ես երկրի վրա, այս արդեն դառնում է մամոնա։ Ամեն, նույն բանը տարբեր տեղերում գտնվելով տարբեր նշանակություն է ձեռք բերում։ Սա ընտրություն է արարչի եւ արարածի միջև։ Կարող ես երկու տիրոջ մոտ աշխատել, բայց չես կարող երկուսին էլ ծառա լինել։ Մեր ընտրության իմաստը երկու տերերից միայն մեկին ընտրելն է ու միայն նրան ծառայելն է ամեն ինչով։ Սա էր սովորեցնում Հիսուս։ Այստեղ Հիսուս սովորեցնում էր ազատվել հարստության իշխանությունից։ Այո, մենք որևէ իշխանության տակ պիտի չլինենք։ Մենք միայն աստվածային իշխանության տակ պիտի լինենք։ Որովհետև մենք ենք որոշել, որևէ մեկը կա մեկը, որ ինչ-որ մի ուրիշն է իրան ստիպելով բերել էստեղ։ Ես եմ եկել էստեղ, բայց որտեղ լինեմ կիրակի օրը, 7-րդ օրը, չէ որ ես պատվիրան ունեմ, 6 օր աշխատեմ, իմ բոլոր գործերը ավարտեմ, դա նշանակում Աստված ասել է ինձ, 6 օր ես քեզ ժամանակ կտամ, առողջություն կտամ, դու աշխատի, հաջողություն կտամ, բոլոր գործերդ կվերջացնես, բայց բոլոր գործերդ վերջացնելուց հետո 7-րդ օրը շատակերությամբ ու ամբողջ օրը քնելով չանցկացնես։ Գաս իմ առաջ ու ասես. շնորհակալ եմ Տեր, 6 օր դու ինձ կյանք տվեցիր։ Անցած շաբաթում Աստված կյանք տվել։ Ես ասում եմ, եթե 6 օր Աստված ինձ կյանք տվեց, 7-րդ օրը էլի ես պետք է իր առաջ երևամ, որ ասեմ շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ինչ որ մեկն ասել է, հնարավոր չէ ծառայել Աստծուն եւ մամոնային, եւ շատ ճիշտ է ասել, բայց շարունակել է ասելով, դու կարող ես ծառայել Աստծուն մամոնայի հետ։ Լավ է ասել, չէ՞։ Փառք Տիրոջը, դու կարող ես Աստծուց ստացած ամեն բանով ծառայես Աստծուն, ոչ թե Աստծո տվածի ծառան լինես դու։ Եթե ես Աստծո ծառա եմ, իսկ մամոնան էլ իմ ծառան է, ոչ թե իմ Տերը, ապա ես եւ իմ ծառան Աստծո ծառաներն ենք։ Ամեն։ Բայց եթե ես Աստծո ծառան եմ, բայց իմ ծառան ում ծառան է։ Ինձ հետ միասին իմ ծառան Աստծո ծառան է։ Ամեն։ Շատ պարզ է։ Հիսուսն այնքան հստակ էր սովորեցնում։ Նորից եմ ասում, տարակարծության, տարամեկնության, բազմակարծության տեղ չէր թողում։ Դու չես կարող երրորդին ընտրել, երրորդ չկա, դու կարող ես երկուսից միայն մեկին ընտրել։ Եվ փառք Տիրոջը, ես հավատում եմ, որ այստեղ գտնվող մարդկանց մեծամասնությունը կուզենան բոլորը անվերապահորեն Հիսուսին որպես Տեր ընտրած լինեն։ Եվ ես ջանք եմ անում, որքան որ ավետարանի իմաստությունն ինձ թույլ է տալիս, այդ մասին խոսեմ։ Սա շատ կարևոր է, սա մեր կյանքի եւ ապագայի հետ առնչություն ունեցող հարց է։
Տերն ուզում է մեր ամբողջական նվիրումը, ամբողջական ուշադրությունը, ամբողջական կենտրոնացումը, ամբողջական ենթակայությունը, ծառայությունը, բոլորը ամբողջը։ Աստված միայն ամբողջն է ընդունում եւ բացի ամբողջից ոչինչ չի ընդունում։ Հիշում եք մի ամուսին ներկային գործկառաքելոց 5-րդ գլխում է գրված, որ իրենց մեծ ապարանքը, մեծ ունեցվածքը, շատ մեծ տուն ունեին, ծախեցին, որ բերեին, դնեին եկեղեցու գործի համար։ Եվ նրանք մի մասը թաքցրեցին։ Եվ այն մասը, որ բերեցին, շատերի հարստությունը եթե գումարեիր, այդ մասի չափ չէր լինի։ Բայց դա իրանց կորուստի պատճառն եղավ, որովհետև Պետրոսը նրանց հարցրեց։ Իսկապես այսքանն էր ամբողջը։ Իրանք էլ ասեցին, հա, ամբողջ այսքանն էր։ Եվ տեղն ու տեղը մեռան, ասավ ինչու Սուրբ Հոգու դեմ սուտ խոսացիք։ Աստված ամբողջն է ուզում։ Այն մաս կիսատ պրատ, որ տալիս ես, իմաստ չունի, կամ ամբողջը պահիկ ես, կամ ամբողջը տուր Աստծուն։ Եսայա 42:8-ում գրված է. Ես Եհովան եմ, իմ անունը սա է, ու իմ փառքը ուրիշների չեմ տա, ոչ էլ իմ պատիվը կուռքերին։ Ամբողջը ինձ կտաս իմն ես, չէ, իմս չես։ Աստծո հանդեպ հավատարմությունը կիսել ինչ որ մեկի հետ ուղակի կռապաշտություն է։ Այստեղ մրցակցության եւ տատանվելու տեղ չկա։ Ես ընտրել եմ նրան, ով ինձ փրկելու համար իր կյանքը դրեց։ Նա է իմ Տերը, միայն նա է, որ եկավ, որ ինձ փնտրի եւ փրկի, որովհետեւ ես կորած էի։ Նա եկավ, որ կույրերը տեսնեն, որովհետեւ ասավ, ես եկա, որ կույրերը տեսնեն եւ տեսնողները կուրանան։ Ես կույր էի եւ հիմա տեսնում եմ, ահա իմ վկայությունը։ Ամեն, փառք Տիրոջը։ Ղուկաս 19:10, որովհետև մարդու որդին եկավ, որ փնտրի եւ փրկի կորածին։ Կան այստեղ մարդիկ, որոնք փրկվել են նրա փրկությամբ։ Հալելույա։ Միայն նա էր, որ ինձ տեսավ հոգնած եւ բեռնավորված եւ ինձ կանչեց իր մոտ եւ իմ անձին հանգստություն տվեց։ Կա այդպիսի մեկը, որ ինձ նման է։ Ամեն, ամեն։ Սա իմ մասին է, եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներ ու բեռնավորվածներ եւ ես հանգիստ կտամ ձեզ, ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք, որ ես հեզ եմ ու սրտով խոնար եւ ձեր անձերի համար հանգստություն կգտնեք։ Օ։ Հա իմ տանը ամեն ինչ կարգին է, հաց ունենք, փող ունենք, տուն ունենք, ավտո ունենք, հանգստություն ունես հոգուտ մեջ։ Միգուցե իմ կյանքում շատ պակաս բաներ կա, որ կուզենամ լրանա, բայց իմ հոգում հանգստություն կա։ Տերն իր հանգստությունն է տվել։ Այո, պակասություններն ուղեկցելու են ինձ էլ, քեզ էլ մինչև վերջ։ Ծերության տարիքի հետ կապված ավելանում են հիվանդության տեսակները եւ ավելանում են դեղերի քանակը։ Եվ սա պիտի հնարավոր չի ուրիշ կերպ։ Կա այստեղ մեկը 50-ից անց, որ պոլիկլինիկա երբեք չի գնացել, հիվանդանոց երբեք չի գնացել եւ ոչ մի տեղ երբեք չի խմել։ Ռուբիկ եղբայր, ու ինչ ես ասում։ Դու չես հասկանում ինչ եմ ասում։ Ես հարցնում եմ սրտիդ մեջ հանգստություն ունես, Տերը քեզ հանգստություն տվել է։ Դե խմում ես, թե չէ, ես չեմ հարցնում։ Խոլեստերին բարձր է, թե նորմայի մեջ է, ես չեմ հարցնում։ Ճնշումդ ոնց է, էլի չեմ հարցնում։ Ես քեզ հարցնում եմ, սրտումդ խաղաղություն ունես, թե չէ։ Հալելույա։ Որտեղից այդ խաղաղությունը։ Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ։ Ոչ թե այն ինչ որ աշխարհն է տալիս։ Ես նրա խաղաղությունն ունեմ իմ սրտում։ Այո, մենք մարդ ենք եւ լացում ենք եւ ուրախանում, ամեն ինչ լինում է, բայց
Այն խաղաղությունը, այն ուրախությունը, որ Աստված դրել է մեր սրտում, ինքն ասավ, որ ոչ ոք ձեզանից չի կարող վերցնել։ Նա ինչ որ տալիս է, հետ չի վերցնում։ Ուղղակի ուզում է, որ մենք այն պահենք, Հայտնության գրքում գրված է, ունեցածը ամուր պահի, չլինի հանկարծ մեկը քո բաժինը վերցնի քեզանից, թող չլինի այդ բանը։ Փառք Տիրոջը։ Ահա թե ով է իմ Տերը, ահա ով է քո Տերը, եթե նրան ես ընտրել։ Ուրեմն երկու վայր, երկու բանկ, երկնքին թե երկրի վրա, երկու Տեր, երկու տեսակ նայվածք, երկու միտք ունենալ, երկու եւ հիմա արդեն չորրորդին ենք անդրադառնում։ Մենք մոտենում ենք չորրորդ ընտրությանը։ Մատթեոս 6:25-34 հատվածում։ Այս ամբողջ հատվածը հենց այդ մասին է։ Դրա համար ասում եմ ձեզ, ձեր կյանքի համար մի մտահոգվեք, թե ինչ պիտի ուտեք եւ ինչ պիտի խմեք, ոչ էլ ձեր մարմնի համար, թե ինչ պիտի հագնեք, չէ որ կյանքն ավելին է կերակուրից, մարմինն էլ հագուստից։ Այստեղ մի պահ, մի ուղղակի պաուզա, ուզում եմ պաուզա, մի կարճ, մինչև կշարունակեմ։ Լավ, դու ուզում ես, այն մարդն ուզում էր, որ ամբարները մեծացներ, պարկեր ասեր կեր, խմի երկար տարիների։ Այստեղ դու կապը տեսնում եք, դու կարող ես շատ բան ունենալ, բայց կյանք կունենաս, որ այն ուտես, վայելես։ Ռուբիկ եղբայր, ինչ կլինի, որ այն է լնի, էլի։ Ոչինչ չի լինի։ Եվ շատերը այդպես էլ ապրում են մինչև դժոխք գնալը։ Շատերը պիտի փրկվեն կրակից խանձվածի կերպով։ Կորինթացիս 3-րդ գլխում է գրված։ Այսինքն մենք ինչ պաշարով ենք գնալու այնտեղ։ Նայեք երկնքի թռչուններին, ոչ սերմում են, ոչ հնձում, ոչ էլ ամբարների մեջ հավաքում, եւ ձեր երկնային Հայրը կերակրում է նրանց, չէ որ դուք նրանցից ավելի թանկ եք։ Եվ ձեզանից ով կարող է մտահոգվելով իր հասակի վրա մեկ կանգուն ավելացնել։ Եվ հագուստի համար ինչու եք մտահոգվում։ Նայեք դաշտի շուշաններին ինչպես են աճում, ոչ ջանք են անում, ոչ մանում, բայց ասում եմ ձեզ, նույնիսկ Սողոմոնն իր ամբողջ փառքի մեջ նրանցից մեկի նման չհագավ։ Բայց եթե դաշտի խոտը, որ այսօր կա եւ վաղը փուրն է գցում, Աստված այսպես է հագցնում, ապա որքան ավելի ձեզ թերահավատներ։ Ուրեմն մի մտահոգվեք ասելով, ինչ պիտի ուտենք, կամ ինչ պիտի խմենք, կամ ինչ պիտի հագնենք, որովհետև այդ ամենը հեթանոսներն են փնտրում, չէ որ ձեր երկնային Հայրը գիտի, որ ամենը պետք են ձեզ։ Անհոգ մի եղեք, ծույլ մի եղեք, առատաձեռն եղեք, բայց դրանով հանդերձ եթե հանկարծ պակասություն ունենաք, կկանգնեք ու կասեք, իմ Հայր, դու գիտես, թե ինչի կարիք ես ունեմ։ Ամեն։ Նա գիտի, իմ Հայրը գիտի, ինչի պակասություն ես ունեմ։ Ռուբիկ եղբայր, բա որ գիտի, խի չի տալիս։ Դու վստահ ես, որ քո ուզած եթե Աստված տա, դու կշարունակես Աստծուն սիրել, մնալ եկեղեցում եւ այլն։ Ինչ հնարավոր չի, միգուցե հնարավոր չի։ Դու քո երեխային չես սիրում, որ իր ամեն ուզած չես անում, որովհետև գիտես, կարող է այդ քո ամեն բան անելը իրան կործանի։ Եվ 34 համարի վրա եմ ես ուզում կանգ առնել, ուրեմն վաղվա համար հոգս մի արեք, որովհետև վաղվա օրը կհոգա իր մասին, օրվա համար բավական է իր հոգսը։ Այստեղ Տերը ուխտ է հաստատում իրեն հավատացողների և հետևորդների հետ, և որպես հետևանք այդ ուխտի ասում է, եթե դուք պահեք Աստծո շահը, Աստծո կամքը, Աստծո խոսքը, ես կհոգամ քո ապագայի մասին, ես երաշխավորում եմ քո ապագան։
պայման կա։ Ընտրեցիր մեկ Տիրոջ, ընտրեցիր նայելու ուղղություն, ընտրեցիր գանձերդ երկնքում թե երկրում եւ հիմա էլ քեզ ասում եմ եթե այս 3 ընտրությունը ճիշտ արել ես, հանգիստ ապրի, մի մտահոգվի։ Մի մտահոգվի։ Այո, հենց այս համարը Աստծո սոցիալական պաշտպանության ծրագիրն է, որի մեջ հավատացյալի պարտականությունն է ապրել Տիրոջ համար, աներեր վստահություն վաստակել նրա վրա, որ նա անպայման կհոգա իր համար եւ այսօր եւ ապագայում։ Եթե մենք նախկինում ճիշտ ընտրություն ենք արել հավիտենական եւ վաղանցիկի միջև, տեսնելու եւ կույր մնալու միջև, Տիրոջը, մեծ Տիրոջը ծառայելու եւ ստրկատիրոջ ծառան լինելու միջև, այժմ մենք կարող ենք ընտրել այդ մեծ Տիրոջ ապահովությունը, մատակարարումը, ուրախությունը, անհոգությունը այսօրվա եւ ապագայի համար։ Չնայած իրավիճակներին իմանալով, որ նա հոգ է տանում մեզ համար։ Նա հոգ է տանում ամբողջ ստեղծագործության եւ բոլոր արարածների համար։ Էլուր մնաց, որ նրանց, ովքեր ավելի լավն են, քան ամբողջ ստեղծագործությունը, որովհետեւ Հիսուսն էր ասում, դուք լավն եք։ Ինչպես չի հոգա իրեն վստահողներին։ Ամեն, ամեն։ Խնդրում եմ, պետք չի, որ մենք մեր ուղեղը անջատենք եւ ասենք. Ես դավանում եմ, որ իմ գանձը երկնքում է։ Ես դավանում եմ, որ ես տեսնում եմ հոգևոր բաներ եւ դավանում եմ, որ Քրիստոսն իմ Տերն է։ Հիմա ոչ աշխատում եմ, ոչ էլ ոչ մի բան։ Աստված ինձ կապահովի։ Քեզ սովամահություն ա սպասում։ Ցանկանում եմ, որ ձեր ձեռքերով աշխատեք եւ ձեր հացը ինքներդ ուտեք եւ կարիքավորներին էլ բաժին տաք։ Քրիստոնեությունը նախ եւ առաջ գթասրտություն է, սեր մերձավորի նկատմամբ։ Ամեն։ Սերը իր մեջ էգոիզմ չունի, իսկ քրիստոնեությունը սիրո ուսմունքը։ Աստված ինչի դիմաց իր որդուն մեզ տվեց։ Իսկական սերը դիմաց չունի։ Իսկական սերը նպատակ ունի։ Առաջ նա մեզ սիրեց։ Այո, նրան փառք, պատիվ եւ օրհնություն։ Այո, դրա համար մենք նրան գովում ենք պաշտամունքից առաջ, գովում ենք պաշտամունքից հետո, գովում ենք այստեղ, գովում ենք մեր տանը կամ ամենտեղ։ Ամեն։ Հայտնության 5:12-13-ում կարդում ենք. Եվ բարձրաձայն ասում էին արժանի է մորթված գառը ստանալու զորություն, հարստություն, իմաստություն, կարողություն, պատիվ, փառք եւ օրհնություն։ Եվ լսեցի, որ ամեն ստեղծված, որ երկնքում է եւ երկրի վրա եւ երկրի տակ ու ծովում եւ ամեն ինչ, որ դրանց մեջ է, ասում էին. գահի վրա նստողին եւ գառանը օրհնություն, պատիվ, փառք եւ գոհություն, հավիտյանս հավիտենից ամեն։ Ամեն։ Այո։ Երբ մեր ճիշտ ընտրություններն արել ենք, մնում է, որ մենք ուղղակի նրան փառք տանք, գոհանանք։ Վերջին հաշվով ամեն բան նրանից է։ Այո, եթե Տերը հաջողում է մեզ, եթե Տերը նաև ճիշտ ընտրություն անելու հնարավորություն է տալիս, սա էլ է նրանից, որովհետև նրանից է թե ներգործելը, թե անելը, ամեն բան նրա հաճության պես է եւ ոչ թե մեզանից, որ ոչ ոք չպարծենա Աստծո առաջ։
Լսեք, իմ սիրելի քույրեր եղբայրներ, եթե նա անգամ մեր գլխի մազերի հաշիվը գիտի, ասել է թե ամեն բան գիտի, ամենայն մանրամասնության, որ հոգում է մեր կյանքի եւ ամեն մի մանրունքի համար, չվստահել է Տիրոջը, ապերախտություն եւ հանցագործություն չի սեփական կյանքի եւ սեփական ապագայի նկատմամբ։ Ես այդ հանցագործությունը չեմ անելու, նա իմ Տերն է, ես ընտրել եմ նրան, մինչև այստեղ հասցրել է ինձ, եւ ես գիտեմ այն ավանդը, որ նա տվել է, մինչև այն օրը կպահի։ Այսպես է իմ ավետարանի մեջ գրված։ Փառք Տիրոջը, հալելույա։ Տեսեք Եփեսացի 3:20-21-ը ինչ է սովորեցնում մեզ։ Բայց նրան, որ մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք եւ իմանում, նրան փառք եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսի մեջ է դարերում, հավիտյանս հավիտենից, ամեն, փառք Տիրոջը, հուսով եմ ուշադրությամբ եւ խորաթափանցությամբ հետևեցիք, նա ամեն բանից ավելի է անում, առատությամբ է անում, քան որ մենք խնդրում ենք եւ իմանում։ Դու խնդրում ես քիչ, բայց նա շատ է անում, որովհետեւ ինքը չի էլ ուզում, որ դու խնդրես, այլ իրան հավատարիմ լինես։ Ինքը գիտի, թե ինչի կարիք դու ունես։ Տալիս է մեզ ավելին, քան մենք խնդրում ենք։ Մեզ հորդորում է տալ, չլինել ժլատ, որպեսզի մեզ տրվի, որպեսզի մենք նորից կարողանանք տալ։ Ամեն։ Ղուկաս 6:38 տվեք եւ կտրվի ձեզ, լավ չափով, սեղմված, թափ տված, լեփ լեցուն կտան ձեր գոգը, որովհետեւ ինչ չափով որ չափեք, նրանով կչափվի ձեզ։ Ամեն։ Սա Հիսուսն էր սովորեցնում։ Տվեք, չսպասելով, սիրեք, չսպասելով, որ սիրվելու եք։ Այո, որովհետև Աստված է տեսնում եւ հատուցում անում։ Նաև դաս ունենք։ Երկրորդ Կորինթացիս 9:8 խոսքը, բայց Աստված կարող է բոլոր շնորհներն ավելացնել ձեր մեջ, որ ամեն բանի մեջ միշտ մեծ բավականությամբ ամեն բարի գործի մեջ հաջողվեք։ Աստված ուզում է, որ այս լինի մեր վիճակը, մեր կյանքի ընթացքը։ Աստծուց ստացածով բարի գործեր պիտի անենք։ Եվ տանում երկու բանի, մնացածն ուղղակի դատարկ խոսակցություններ են։ Ամեն ինչ հանգում է երկուսից մեկի ընտրությանը։ Ընտրի երկրային բանկը, այնտեղ պահիր քո գանձերն ու հարստությունները, ընտրի Աստծուն որպես միակ Տեր, եւ դու կլինես ապահով։ Աստված հանձն է առնում հոգ տանել մեզ համար, ապահովել բոլոր անհրաժեշտ կարիքները, եթե մենք կատարենք 3 ճիշտ ընտրությունը, որոնց մասին ես խոսում էի։ Դրա համար հոգ մի արեք, մի տագնապեք, նա կհոգա, եթե մենք մեր ներդրումն ենք անում երկնքի ապահով պահոցում, կարող ենք հանգիստ քնել, չի արժե զրկվի, չի ենթարկվի քայքայման։ Մեր գանձերը մեզ սպասում են այնտեղ, ուր մենք մի օր գնալու ենք։ Հալելույա։ Պարզ եւ հստակ տեսիլքի եւ տեսողության միջոցով մենք կարող ենք անել ճիշտ քայլեր, ճիշտ ուղղությամբ դեպի հավիտենական բնակության վայր եւ մեր Տերը կհոգա մեր կյանքի բոլոր կարիքները։ Ամեն։ Ամենամեծ կարիքը, որ մարդն ունի, կյանքի կարիքն է։ Ասա հասկանում եմ։ Ամենամեծ կարիքը, որ ես ունեմ, կյանքի կարիքն է։ Երկրի վրա ֆիզիկական, իսկ երկնքում հավիտենական։ Հավիտենական կյանքն Աստված մեզ տալիս է մեր մարմնում ապրած ժամանակ։
մեռնելուց հետո ոչ մի հավիտենական կյանք, այսինքն այսպես թե այնպես մարդը հավիտենական էակ է, այստեղ որոշում է լավ հավիտենության եւ վատ հավիտենության միջև ընտրություն է անում։ Ես լավ հավիտենությունն եմ ընտրել, Հիսուսի հետ լինեմ հավիտյան, իսկ վատ հավիտենությունը շատ վատ է։